Խաղաղության մասին երկար ճառ, իսկ սեղանին ջերմ ջուր, որը սակայն դրվել էր պաղ հաշվարկով։ Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով միացավ իր առջև դրված Իստիսու մակնշմամբ հանքային ջուր։ Անվանում, որը Բաքուն օգտագործում է հայկական ջերմուկ քաղաքի համար, պատահականություն թե սիմվոլիկ մեսիջ։ Ալիևը ինչ պետք է անի, որ մենք ի վերջո հասկանանք, որ այո, դոկտրինալ տեսլականը Ադրբեջանի դա Հայաստանի Հանրապետության ադրբեջանացումն է, որ իրենք չեն էլ թաքցնում, ախր գիտեք, զավեշտը դրանումն է։ Քողարկված չեն, բացահայտ ասում են, բացահայտ անում են։ Ջուր են դրել սեղանին։ Իրանց մոտ հենց այնպես դա չի անցնում։ Տեղանունների շուրջ պայքարը նոր չէ, ջերմուկ անունը հիշատակվում է դեռ միջնադարյան աղբյուրներում։ Օրինակ Ստեփանոս Օրբելյանի մոտ, մինչդեռ Իստիսու տարբերակը շրջանառվել է ավելի ուշ, ռուսական քարտեզների վարչական գրանցումներում։ Բայց այսօր այդ անվանումը դառնում է ոչ թե լեզվական, այլ քաղաքական գործիք։ Ալիևի սեղանին հայտնված շիշը հենց այդ գործիքի ցուցադրությունն էր։ Իմանալով հանդերձ, որ Բաքվին ներվայնացնում է եւ ջղայնացնում է Եվրոպայի անդրադարձը Ադրբեջանում, մարդու իրավունքի, Արցախի այդ հայաթափման եւ հայերի վերադարձի իրավունքի խնդիրը, Բաքվի քաղբանտարկյալների խնդիրը, դա Բաքվում բավականին լուրջ ներվայնություն է առաջացնում։ Ասում են, եթե դու ուզում ես ինձ հետ բիզնես անես, ուրեմն բիզնես արա իմ պայմաններով։ Հետևաբար Ադրբեջանի դեմարշն այսօր ուղղված էր նաև Եվրոպային, ասում է ադրբեջանագետը։ Ստացվում է երկշերտ հաղորդագրություն։ Մի կողմից սովորում ենք խաղաղ ապրել, մյուս կողմից սեղանին դրված հանքային ջրով խոսում բացահայտ հավակնությունների մասին։ Մինչդեռ Եվրոպական գագաթնաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ Բաքվում հերթական շնորհանդեսն էր, նվիրված Երևանի իբր ադրբեջանական անցյալին։ Սա գիտեք ամենազզվելին որն է։ Հայկական իշխանությունները շատ հանգիստ իրենց եվրոպացի գործընկերների հետ նստած նայում են նույն այդ Ալիևի դեմքին, Հայաստանի դեմքին, նայում են այդ շշին, որտեղ գրված է ջերմուկի անվանումը, աղաբակված թուրքերենով եւ ծպտուն չեն հանում։ Իսկ մենք վախենում ենք անգամ Արարատի պատկերից, պնդում է Աբովյանը։ Իստիսու անվանումը թյուրքական ծագում ունի եւ բառացի նշանակում է տաք ջուր։ Այդ անվանմամբ հանքային ջրի արտադրություն գործում է Քարվաճառի շրջանում, որը գտնվում է ջերմուկին հարակից լեռնային գոտում։ Իստիսու հանքային ջրի արտադրությունը Քարվաճառում սկսվել է 2024 թվականից։ Գործարանի բացմանը մասնակցել է նաև Իլհամ Ալիևը։ Սեդակ Յուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։